Հնարավոր է, որ Տիկին Հովսեփյանի կողմը չքվեարկեք այլ տեխնատների որոշումները կայացվում են ֆրակցիայում։ Ես ասեմ ոնց է կայացվում, էլի որոշումը։ Ֆրակցիան կազմված է 64 падգամավորից, ֆրակցիայի որոշումները կայացվում են պարզ նավեք չի կարելի էլի, դա ասենք դա ասում եմ, ես խոսում եմ էլի, ֆրակցիայում որոշումները այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն ֆրակցիայում, կայացվում են ֆրակցիայում։ Այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն վարչությունում, կայացվում են վարչությունում, որի անդամ է Նիկոլ Փաշինյանը։ Այն որոշումները, որը որ կայացնում է վարչապետը, կայացնում է վարչապետը։ Շատ պարզ։ Ֆրակցիայում քննարկվում է եւ քվեարկության է դրվում ձայների պարզ, ամենևին պարզ մեծամասնությամբ։ Ես չեմ կարող ասել, թե ով ինչպես կքվեարկի ձայների ինչ հարաբերակցություն կլինի։ Շատ պարզ, դուք իմ կարծիքն եք հարցնում, ես անձամբ իմ կարծիքը թույլ տվեք այս բանը չասեմ։ Եթե ֆրակցիայում կասեմ, շնորհակալություն։ Տեղեկություններ կան, որ այն 13 հոգին, որ ընտրվել է եւ արդեն Խարանը այո, որ քվեարկեցին Արամ Վարդևանյանի օգտին։ Եվ Խարանը արդեն այսպես ասած, այդպես են հիմա խոսում քաղաքական կուլիսներում արժի միջանցքում, որ այդ 13 հոգին, քանի որ արդեն թիրախավորվել է, այնպես անել, որ այդ նույն 13-ը էլի գան, ապահովեն ընդդիմության համար պակասող ձայները։ Ոչ մի տարբերություն չկա, թե ով կընտրի ընդդիմության տեխնացուին որոշումը կայացվում է ֆրակցիայի կողմից, անուն ազգանունները այդտեղ բան չեմ փոխում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 70% ընտրակեղծիքներով ընտրվածներին հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրելու համար։ Նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի 1% ձայն, բառի բուն իմաստով եմ ձեզ ասում, 1% ձայն եւ իշխանությունը հավաքի 99% ձայն, այն 4-րդ աթոռ նախագահությունում պետք է զբաղեցնի ընդդիմադիր տեխնացու կամ չպետք է զբաղեցնի ոչ մեկ։ Պիտի մնա դատարկ, ինչպես նախորդ 4 տարիներին դատարկ էր։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կախված չի ընդդիմության հավաքած ձայներից, ասում եմ 1% մի ձայն էլ եթե հավաքի ընդդիմությունը, իրենք միևնույն է ազգային ժողովում, ըստ ընտրական օրենսգրքի չեն մանիպուլացնում, կազմելու են 33%, 33%։ Հա չէ Փաշինյանի այդ հայտարարության մասին խոսել։ Չէ, ես դուք այդ Փաշինյանի հայտարարությունը կապում եք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրել չընտրելու։ Չէ, ներողություն։ Փաշինյանի հայտարարությունը կապ չունի ազգային ժողովի փոխնախագահ ընտրել չընտրելու։ Ոչ, ունի, որովհետև պարոն Եղոյան իրեն ձայները ընտրակեղծիքով են։ Ես չեմ ասում։ Դուք ասում եք, որ վարչապետն ասել է, որ իրեն ձայները ընտրակեղծիքով են, այսպես եւ այնպես է։ Հա։ Եվ հիմա դուք այդ ճիշտ է ասել, որ եղել է դա, բայց ես կրկնում եմ, նույնիսկ եթե հիմա կրկնում ես, հատուկ կրկնում եմ, եթե իրենք հավաքած լինեին ոչ թե քանի տոկոս են հավաքել, 20 քանի չէ, 24, 25 չեմ հիշում։ Ասեմ նույնիսկ եթե 1% հավաքած լինեին, այստեղ նստած է լինելու 33% ընդդիմադիր падգամավոր։ Հիշում եք 18 թվականին, երբ մենք հավաքել էինք 70%, ասենք այնտեղ ֆրակցիա կար հավաքել էր 10%, բայց իրենք այստեղ ներկայացված էին 15-20%-ով համապատասխան բանաձևով։ Այն բան եմ ասում։ Ինչ եք ասում։ Կներեք, ձեզ համար ընդունելի է, որ ձեր խմբակցությունը ընտրեց մի ուժի ներկայացուցչի եւ կընտրի հանձնաժողովի նախագահների պաշտոններում ուժերի ներկայացուցիչների, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի 100% ընտրակեղծիքներով են եւ 2 օր անց դառնում են 70% ընտրակեղծիքներով ընտրված։ Դուք ինչպես եք դա ձեր այդ հայտարարությունն ու այս գործողությունը բանանում։ Մեր հասարակության մեջ կան ընդդիմադիր մարդիկ, դա ակնհայտ բան է, չէ՞, հասարակության 100%-ը իշխանության համակիրը չի, եւ ակնհայտ է, չէ՞, որ մեր հասարակությունը խորհրդարան է գործուղել որոշ ընդդիմադիր ուժերի, ակնհայտ է, չէ՞ դա։ Եվ օրենքն ասում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն փոխնախագահի տեխնացու։ Հիմա դուք ինձ ինչ եք ասում։ Ես չեմ հասկանում, ասում եմ մի ձայն էլ լինի, մեկ ձայն էլ որ ստացած լինեին։ Էլի այդ տեղին իրանք պետք է մարտար։ Եթե միայն Արամ Վարդևանյանը ինքը ընտրած լիներ, ուժեղ Հայաստան կուսակցության մեկ ձայն ստացած լիներ, եւ 99.99 ստացած լիներ ԿՊ-ն, միևնույնն է, ուժեղ Հայաստան ֆրակցիան էլի բաղկացած է լինելու 20 քանի падգամավորից։ Եվ իրանք էին իրավունք ունենալու առաջարկելու այդ բան եմ ես ձեզ ասում։ Դուք ասում եք ընդունելի է։ Ներողություն, հարց ուշադրություն։ Եթե այդ մի տոկոսը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընտրակեղծիքներով է ձևավորվել, ձեզ համար ընդունելի է ազգային ժողովի կանոնակարգի պահանջը։ Մի տոկոսը ընտրակեղծիքներով չի, այդ մի տոկոսը խոսքը իրենց թվի մասին է։ Եթե մի տոկոսը աուտենտիկ ձայն, իհարկե իրանք կարող է եւ ունենան։ Հա, այսինքն օրինակի համար։
հիմա 100%-ով էլ չեք համարում։ Մենք քաղաքականությունից ենք խոսում, ոչ թե մաթեմատիկայից։ Դուք ասվածը ամեն ինչ սա քվանտային մեխանիկա չի, բառացի տենց ֆիզիկական իմաստով Մարդկանց վերանից դուք լուրջ մոտեցեք, բայց քաղաքականության մեջ բառերը կարող են ունենալ տարածական մեկնաբանություն։ Դուք հասկացեք վարչապետի ասածը նենց, որ մեծապես ընտրակաշառքով ստացած։ Դուք տենց հասկացեք։ Ոչ թե հասկացեք նենց, որ բոլոր 360,000 100% ասել։ Պարոն Եղոյան, իսկ Եվրամիությունից Եթե մի տոկոս ընտրված լիներ, ազգային ժողովը լեգիտիմներ լինի։ ընկերներ, գոյություն ունի իրավական գնահատական եւ գոյություն ունի քաղաքական գնահատական։ Քաղաքական ուժերը կարող են քաղաքական գնահատականներ տալ։ Այն գնահատականը, որը կուզենան, բայց քաղաքական ուժերը չեն կարող ասել, դե քանի որ ես տալիս եմ այսպիսի քաղաքական գնահատական, այ դրա հետևանքով ընդդիմադիր տեխնացուին չեմ ընտրում ազգային ժողովի փոխնախագահ։ Այդպես չի լինում։ ԵԱՏՄ-ից Ռուսաստանի Դաշնությունից ուլտիմատում հնչում է կողմնորոշ Այսօր